առանց շաքարի նռան գինու ստեղծման վրա մոտ 10 տարի աշխատել էինք։ Մեր հին պապական մեթոդով, ինչը որ մեր պապերը պատրաստել են դարերի վեր։ Դարերից մեր օրեր հասած այդ տեխնոլոգիայով պատրաստված գինիների խառնուրդը ձեռքին, փորձառու գինեգործն ուրախությամբ ասում է մոռացվածն այլևս վերականգնված է։ Մուգ գույնով, հարուստ բուրմունքով, մեղմ ու թարմացնող թթվայնությամբ, առանց հավելանյութերի ու սպիրտի այս գինու դեպքում կարևոր է պահպանել մրգի բոլոր համային շերտերը։ Նռան գինու մեջ մենք պետք է պահպանենք, պետք է կարողանանք հենց նռան հյութի, այսինքն մրգի ամբողջ թարմությունը կարողանանք պահպանենք գինու մեջ։ Կարծում եմ ստացվել է տեսանկյունով։ 20 տարի առաջ նռան գինու արտադրությամբ սկսած ընկերությունն այսօր նոր ուղղություն է վերցրել։ Նպատակն է վերադառնալ ավանդական տեխնոլոգիային եւ ստեղծել խմիչք, որը կլինի խիստ հայկական ու բացառիկ։ Գևորգյանը վստահեցնում է արտաքին շուկաներին հետաքրքրում է այն, ինչը յուրահատուկ է կապված տվյալ երկրի պատմության, մշակույթի հետ։ Իսկ նռան գինու շուկայում մենք կարող ենք մրցունակ լինել։ Նման արտադրություն շատ քիչ երկրներն ունեն։ Հայաստանին ասոցացնում են որպես նռան գինի արտադրող երկիր եւ մենք միանշանակ ուզում ենք այդ արժեքը ավելի բարձրացնենք եւ կարողանանք հենց հայկական նռան գինին ներկայացնել որպես ազգային խմիչքի տեսակ։ Նռան սորտը, որը մենք հավաքում ենք, կոչվում է թագավորած նուռ։ Սա հին հայկական սորտ է, որը հնուց ի վեր Հայաստանում աճել է։ Գինու արտադրության մեջ կայունության ապահովումը կարևոր պահանջ է, որ խմորումը շշալուծումից հետո չշարունակվի, գինին չվարակվի միկրոբներով եւ չկորցնի որակը։ Դեռևս սովետական տարիներից պահպանված տեխնոլոգիական կանոնակարգերն առաջարկում էին շաքարի օշարակ կամ սպիրտ ավելացնել գինու թնդությունը բարձրացնելու նպատակով, իսկ Հայաստանի արևաշող հողերում աճող նուռը բնական ձևով կուտակում է 15-ից 17% շաքարայնություն, ինչը թույլ է տալիս ստանալ կայուն գինի առանց հավելումների։ Վերադարձանք մեր արմատներին եւ պատրաստեցինք առանց շաքարի եւ թնդությունը ստացանք 9%-անոց, բայց այստեղ հանդիսանում է հենց ամենամեծ արժեքը նրա մեջ, որովհետեւ կարողանանք 9%-անոց նռան գինին ունենանք կայուն վիճակում։ Այդ քաղցր պտուղը մթերում են Հայաստանի ամենահյութեղ նռան տարածաշրջանից, Մեղրու Նռնաձորից։ Գևորգյանը շեշտում է, միայն համը բավարար չէ։ Կարևոր է, որ օտարերկրացին ոչ միայն վայելի խմիչքը, այլև հասկանա նուռը որտեղ է աճում, որ հողի ուժն է փոխանցվել գինուն։ Մեր նպատակը նրանում է կայանում, որպեսզի աշխարհագրական տեղանունը ֆիքսենք եւ տեխնոլոգիապես նաեւ կապը ցույց տանք եւ բաց լինի բոլոր արտադրողների համար։ Ինչի այսօր օրինակ մեքսիկան կարող է ունենալ տեկիլա, չգիտեմ, սկոչ վիսկի կարող են ունենալ ու մենք չենք կարող ունենալ մեր ազգային խմիչքի տեսակը։ Իդեպ անցած տարի վերականգնեցին նաև կախանի մեթոդով գինեգործությունը։ Այն պաշտոնապես գրանցվեց որպես ազգային տեխնոլոգիա, իսկ փորձը փոխանցվեց խաղողագործներին, որ պապենական մառանում ավանդական գինին միշտ լինի։ Ծաղկանուշ Միրզոյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։